Հարսը դավաճանությունը հայտնաբերեց հարսանիքից 1 ժամ առաջ նրա արածը ցնցող էր։ Լարիսայի հեռախոսը թրթռում էր լվացարանի վրա, մինչ դիմահարտարը բալի գույնի շրթներ էր քսում նրա շուրթերին։ Նա անուշադիր վերցրեց սարքը, դեռս հայելու մեջ նայելով իր արտացոլանքին, հիանալով, թե որքան գեղեցիկ էր թվում իր 4 ամսվա աշխատավարձի չափ հարսանեկան զգեստով։ Նրա երազանքների զգեստը, նրա երազանքների հարսանիքը, նրա երազանքների տղամարդը։ Ամեն ինչ կատարյալ է։ Բացարձակապես կատարյալ։ Մինչ հաղորդագրությունը բացելը անհայտ համարից էր։ Պարզապես տեսանյութ, ոչ մի հաղորդագրություն, ոչ մի բացատրություն։ Լարիսան գրեթե անտեսեց այն, կարծելով, որ դա սպամ է, բայց ինչ-որ բան նրան ստիպեց սեղմել։ Եվ հաջորդ 37 վայրկյանների ընթացքում նրա ամբողջ աշխարհը փլուզվեց։ Տեսանյութում երում էր նրա փեսացուն Ռաֆայելը, այն տղամարդը, որի հետ նա պատրաստվում էր ամուսնանալ ուղիղ 63 րոպեից, կրքոտ համբուրում էր մեկ այլ կնոջ։ Սակայն համբույրը չէր, որ նրան մինչ հոգու խորքը ցնցեց։ Այն, թե որտեղ էր դա տեղի ունենում։ Այն, թե երբ էր դա տեղի ունենում։ Տեսանյութի ֆոնին հստակ երում էր հարսանիքի համար վարձակալած տան հյուրասենյակը, զարդարված սպիտակ ոսկեգույն ծաղիկներով։ Իսկ տեսանյութի անկյունում ժամանակի դրոշում ձայնագրվել է 20 րոպե առաջ։ 20 րոպե առաջ։ Մինչ Լարիսան այստեղ էր, պատրաստվում էր, երազում տեսնում էր խորանը, Ռաֆայելը դավաճանում էր նրան մեկ այլ կնոջ հետ հենց հարսանիքի վայրում։ Վիզաժիստը նկատեց Լարիսայի դեմքի ակնթարթային փոփոխությունը։ Սիրելիս, լավ ես։ Հանկարծ գունատվեցիր։ Լարիսան չպատասխանեց։ Նրա մատները դողում էին, երբ նա կրկին դիտում էր տեսանյութը։ Եվ կրկին։ Եվ կրկին։ Դա չէր կարող լինել։ Դա պետք է որ սխալ լիներ, ինչ-որ դաժան կատակ։ Բայց որքան շատ էր նա դիտում, այնքան ավելի էր ճանաչում յուրաքանչյուր մանրուք։ Մուգ կապույտ փողկապը, որը նա ինքն էր ընտրել Ռաֆայելի համար այսօր կրելու համար։ Ժամացույցը, որը նա նրան նվիրել էր որպես ծննդյան նվեր անցյալ ամիս։ Եվ կինը։ Աստված իմ, կինը։ Իզաբելա, շնչաց Լարիսան, անունը թույնի պես դուրս թռավ նրա շուրթերից։ Իզաբելան։ Ռաֆայելի զարմուհին։ Նրա կողքին գտնվող պատվավոր հարսը։ Կինը, որն այնքան բարի էր եղել Լարիսայի հանդեպ վերջին 6 ամիսների նախապատրաստական աշխատանքների ընթացքում, օգնելով հրավիրատոմսերի, զարդարանքների, այս հարսանիքի ամեն մի մանրուքի հարցում, որն այժմ բացահայտվում էր որպես ֆարս։ Լարիսայի մյուս 4 հարսնաքույրերը հարան սենյակում էին, ծիծաղում էին, շամպայն խմում, անտեղյակ մետրեր այն կողմ տեղի ունեցող խառնաշփոթից։ Նրա մայրը ներքում էր, հավանաբար 10-րդ անգամ ստուգելով, թե արդյոք մուտքի մոտ ծաղիկները կատարյալ են։ Հայրը սպասում էր միջանցքում, մտքում կրկնելով այն հուզիչ ելույթը, որը պետք է արտասաներ երեկույթի ժամանակ։ 300 հյուր արդեն նստած էր այգում, սպասում, լուսանկարվում, մեկնաբանում, թե որքան գեղեցիկ էր ամեն ինչ։ Եվ Լարիսան այնտեղ էր, ձեռքին հեռախոս, որը ցույց էր տալիս, թե ինչպես է իր փեսացուն ոչնչացնում այն ամենը, ինչին նա հավատում էր։ Մեկ այլ տեսանյութ ժամանեց։ Հետո, մեկ այլ։ Ով էլ որ ուղարկեր այն, ավելի շատ ապացույցներ ուներ։ Երկրորդ տեսանյութում Ռաֆայելն ու Իզաբելան ավելի վարկաբեկիչ դիրքում էին, Ռաֆայելի ձեռքերը բարձրանում էին նրա ազդրի վրայով, իսկ Իզաբելայի բերանը նրա պարանոցի վրա։ Երրորդ տեսանյութում կար աուդիո։ Եվս 1 ժամ, դու ամուսնացած տղամարդ կլինես, ասաց Իզաբելան ցածր, զգայական ծիծաղով։ Դա չպետք է մեզ ստիպի կանգ առնել։ Ինչու պետք է կանգ առնեմ։ Ռաֆայելի ձայնը, նույն ձայնը, որը 1000 անգամ Լարիսային շնչացել էր, ես քեզ սիրում եմ, հնչում էր անհոգ, անտարբեր։ Գիտես, որ ես նրա հետ ամուսնացա հարմարության համար։ Նրա հայրը հարսանիքից հետո ինձ ընկերության գործընկեր կդարձնի։ Բայց ես քեզ եմ սիրում, միշտ դու ես եղել։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, թողեք լայք բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք այս հետաքրքիր ճանապարհորդության հաջորդ գլուխները։ Հեռախոսը ընկավ Լարիսայի ձեռքերից, ընկավ հատակին։ Վիզաժիստը շտապեց վերցնել այն, բայց Լարիսան արդեն կանգնած էր, տատանվելով, բռնվելով լվացարանի եզրից, չընկնելու համար։ Նրա ուղեղն աշխատում էր առավելագույն արագությամբ, մշակելով, հաշվարկելով, հասկանալով։ Հարմարավետություն։ Նա ասաց, հարմարավետություն։
Նրա հայրն նահանգի ամենամեծ շինարարական ընկերություններից մեկի սեփականատերը, իսկապես խոստացել էր Ռաֆայելին գործընկեր դարձնել, հենց որ նրանք ամուսնանան։ Ռաֆայելը տաղանդավոր ճարտարապետ, բայց առանց սեփական բիզնեսը սկսելու կապիտալի, հաջողության կհասներ։ Եվ Լարիսան, այն ռոմանտիկ հիմարը, ինչպիսին նա կար, կարծում էր, որ նա սիրում է իրեն։ Նա կարծում էր, որ իրենց 3 տարվա հարաբերությունները ինչ-որ բան են նշանակում։ Նա կարծում էր, որ ապագայի համար նրանց համատեղ կազմած ծրագրերը իրական են։ Սիրելիս, պատմիր ինձ, թե ինչ է պատահել, անհանգստացած պնդեց դիմահարտարը։ Լարիսան նայեց նրան, հետո ձեռքի հեռախոսին, ապա հայելու մեջ իր արտացոլանքին։ Կատարյալ հարսնացու։ Կատարյալ սկեստ։ Կատարյալ դիմահարդարում։ Ամեն ինչ գեղեցիկ, կատարյալ սուտ էր։ Նա ուներ 2 տարբերակ։ Կարող էր քանդվել։ Կարող էր գոռալ, լաց լինել, պատռել զգեստը, չեղարկել ամեն ինչ, բացահայտել Ռաֆայելին, բոլորի առջև ընկղմվել քաոսի մեջ։ Կամ ես կարող էի անել ինչ-որ այլ բան։ Ինչ-որ բան, որ Ռաֆայելն ու Իզաբելան երբեք չէին սպասի։ Ինչ-որ ցնցող բան։ Լարիսային տարօրինակ հանգստություն տիրեց։ Նա վերցրեց հեռախոսը, պահպանեց բոլոր տեսանյութերը, ուղղեց ուսերը։ Լավ եմ, ասաց նա դիմահարտարին, ժպիտով, որը չհասավ նրա աչքերին։ Մի պահ նախահարսանեկան անհանգստություն։ Կարող եք ինձ մի րոպեով մենակ թողնել։ Հենց որ Լարիսան մենակ մնաց, բացեց մահճակալին դրված նոութբուքը, միացրեց հեռախոսը, փոխանցեց բոլոր տեսանյութերը։ Ապա զարմանալիորեն հաստատուն մատներով սկսեց մի շարք էլեկտրոնային նամակներ գրել։ Առաջինը՝ հարսանիքի համար վարձած ձայնային տեսատեխնիկին։ Երկրորդը՝ հարսնաքույրերին։ Երրորդը՝ կրտսեր քրոջը, Բեատրիսին, որը հյուրերի շարքում էր։ Յուրաքանչյուր էլ նամակ պարունակում էր շատ կոնկրետ հրահանգներ։ Եվ դրանք բոլորն էլ ավարտվում էին նույն նախադասությամբ։ Վստահիր ինձ արա ճիշտ այն, ինչ ես խնդրում եմ։ Շուտով կհասկանաս։ Ապա Լարիսան վեր կացավ, հարթեց զգեստը, հայելու մեջ ստուգեց դիմահարտարումը, բացեց դուռը։ Նրա հարսնաքույրերը շտապեցին նրա մոտ։ Աստված իմ, դու հրաշալի տեսք ունես, բացականչեց Կարոլինան, նրա մանկուց ի վեր լավագույն ընկերուհին։ Ռաֆայելը լաց կլինի, երբ տեսնի քեզ, ավելացրեց Ֆերնանդան։ Եթե միայն նրանք իմանային, որ Լարիսան հենց դա էր սպասում, բայց բոլորովին այլ պատճառներով։ Կարոլինայի բջջային հեռախոսը թրթռաց։ Նա նայեց դրան, խոժոռվելով կարդալով Լարիսայի էլեկտրոնային նամակը, ապա շփոթված արտահայտությամբ նայեց ընկերուհուն։ Լարիսան պարզապես թեթակի գլխով արեց։ Կարոլինան, որը Լարիսային ճանաչում էր 25 տարի, հասկացավ, որ հարցերի ժամանակը չէ։ Նա կրկին կարդաց էլեկտրոնային նամակը, աչքերը լայնանում էին յուրաքանչյուր տողից, ապա նրա շուրթերին դանդաղ, վտանգավոր ժպիտ հայտնվեց։ Աղջիկներ, ասաց Կարոլինան մյուս հարսնաքույրերին։ Ծրագրերի փոփոխություն։ Ստուգեք ձեր էլեկտրոնային նամակները։ Հիմա։ Մինչ հարսնաքույրերը կարդում էին իրենց հրահանգները, Լարիսան իջավ աստիճաններով։ Նրա մայրը նախասրահում էր, գեղեցիկ տեսքով իր բաց վարդագույն զգեստով, հսկում էր վերջնական նախապատրաստական աշխատանքները։ Սիրելիս, բացականչեց նա, տեսնելով դստերը։ Դու պարզապես կատարյալ ես։ Իմ փոքրիկը ամուսնանում է։ Նրա աչքերում արցունքներ փայլեցին։ Լարիսան գրկեց մորը, թույլ տալով իրեն մի պահ թուլություն զգալ։ Նա շնչեց ծանոթ բույրը, զգաց անկեղծ սերը, մի վայրկյան մտածեց նրան ամեն ինչ պատմել։ Բայց ոչ։ Դա կփչացներ անակնկալը։ Եվ 3 տարի հիմարության մեջ հայտնվելուց հետո Լարիսան արժանի էր իր տպավորիչ վրեժխնդրությանը։ Մայրիկ, ասաց նա, մի քայլ հետ քաշվելով։ Ես քեզ սիրում եմ։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու դա իմանաս, անկախ նրանից, թե ինչ է պատահում։ Լարիսայի մայրը խեղդված ծիծաղեց։ Ես էլ քեզ եմ սիրում, սիրելիս։ Հիմա գնա, հայրդ սպասում է։ Ժամանակն է գրեթե։ Դրսում, այգում, 300 հյուրեր աշխույժ զրուցում էին։ Լարային քառյակը դասական երաժշտություն էր նվագում։ Սպիտակ ոսկեգույն ծաղիկները զարդարում էին ամեն ինչ։ Խորանը տեղադրված էր վարդերով ծածկված կամարի տակ։ Ամեն ինչ կատարյալ էր։ Լարիսան կարող էր տեսնել Ռաֆայելին, մեջքով դեպի իրեն, խորանի մոտ, խոսելով իր քավորի հետ։ Նրա ստամոքսը խառնվեց։
Նա ստուգեց հեռախոսը։ Հնչյունային տեխնիկը պատասխանել էր. Պատրաստ է։ Ամեն ինչ պատրաստ է, ինչպես խնդրել էիր։ Քույր Բեատրիսը պատասխանել էր. Ինչ է կատարվում։ Բայց լավ, ես կանեմ այն, ինչ դու խնդրել էիր։ Եվ Կարոլինան պարզապես ուղարկել էր բութ մատը վեր բարձրացրած էմոջի դիվային դեմք։ Ուզում եք իմանալ, թե ինչ պատահեց հետո։ Շարունակեք կարդալ, չեք հավատա իրադարձությունների զարգացմանը։ Երաժշտությունը փոխվեց։ Ժամանակն էր։ Լարիսայի հայրը հայտնվեց նրա կողքին, ձեռքը մեկնելով, աչքերը լի էին հպարտությամբ հույզերով։ Պատրաստ ես, արքայադուստր։ Ավելի քան երբե, հայրիկ։ Նրանք սկսեցին քայլել։ Հյուրերը կանգնեցին։ Գլուխները շրջվեցին։ Տեսախցիկները ճռռացին։ Լարիսան հանգիստ ժպիտ էր պահում դեմքին, երբ քայլում էր վարդի թերթիկներով ցրված միջանցքով։ Նա տեսավ մորաքույրերի լաց լինելը։ Ընկերուհիների ձեռքով անելը։ Գործընկերների ժպիտը։ Եվ առջում նա տեսավ Ռաֆայելին շրջվելը։ Մի վայրկյան ինչ-որ բան փայլատակեց նրա դեմքին։ Մեղքի զգացում։ Վախի զգացում։ Բայց հետո հայտնվեց ժպիտը, այն հմայիչ ժպիտը, որը գրավել էր Լարիսային 3 տարի առաջ։ Նա գեղեցիկ տեսք ուներ իր անթերի կոստյումով, մուգ կապույտ փողկապը կատարյալ դասավորված էր։ Նույն փողկապը, որը նա կրում էր տեսանյութում, երբ դավաճանում էր իր հարսնացուին հարսանիքից 1 ժամ առաջ։ Ռաֆայելի կողքին շարք էին կանգնած փեսացուներն ու հարսնաքույրերը։ Եվ այնտեղ էր Իզաբելլան, հագած մանուշակագույն հարսնաքույրերի զգեստ, մազերը հավաքված բարդ գանգուրներով, դեմքին քաղցր, կեղծ ժպիտ։ Երբ նրա աչքերը հանդիպեցին Լարիսայի աչքերին, նա համարձակվեց համբույր ուղարկել։ Լարիսան ժպիտը պատասխանեց. Պարզապես սպասիր, շնիկ։ Պարզապես սպասիր։ Լարիսայի հայրը նրան հանձնեց Ռաֆայելին, ամուր ձեռքսեղմումով շշուկով. Խնամիր իմ աղջկան։ Կյանքովս, պատասխանեց Ռաֆայելը, Լարիսան գրեթե ծիծաղեց իրոնիայի վրա։ Նա կանգնած էր Ռաֆայելի դեմքով, ձեռքերը նրա ձեռքերի մեջ։ Ռաֆայելը թեթակի քրտնում էր։ Նյարդայնություն։ Կամ վախ, որ նա իմացել էր։ Նրա աչքերը սկանավորեցին նրա դեմքը, փնտրելով որ է նշան, բայց Լարիսան հիանալի դերասանուհի էր, երբ անհրաժեշտ էր։ Պատարագիչը 60-անց մի տղամարդ, խորը, հանդիսավոր ձայնով, սկսեց արարողությունը։ Սիրելի ընկերներ ընտանիք, մենք այսօր հավաքվել ենք այստեղ նշելու Ռաֆայելի Լարիսայի միությունը սուրբ ամուսնական կյանքում։ Լարիսան կարողացավ լսել միայն կեսը։ Նրա աչքերը զգուշորեն սկանավորեցին ամբողը։ Նա տեսավ Բեատրիսին 3-րդ շարքում, ձեռքին հեռախոսը, պատրաստ։ Նա տեսավ Կարոլինային հարսնաքույրերի մեջ, որը գրեթե դողում էր սպասումից։ Նա տեսավ ձայնային տեխնիկին բարձրախոսների մոտ, որը սպասում էր ազդանշանին։ Ամուսնությունը սրբազան հաստատություն է, շարունակեց պատարագիչը, հիմնված սիրո, վստահության, ազնվության վրա։ Վստահություն։ Անկեղծություն։ Բառերը դաժան կատակներ էին։ Ռաֆայել, ասաց պատարագիչը, դու Լարիսային ընդունում ես որպես քո օրինական կին, որ սիրես փայփայիր նրան ուրախության ու վշտի, հիվանդության ու առողջության մեջ, մինչ մահը չբաժանի ձեզ։ Ռաֆայելը ձեռքը սեղմեց Լարիսայի վրա, նրա աչքերը հառած նրա վրա այնպիսի ինտենսիվությամբ, որը համոզիչ կլիներ, եթե նա չիմանար ճշմարտությունը։ Համաձայն եմ։ Լարիսա, դարձավ պատարագիչը նրան, դու Ռաֆայելին ընդունում ես որպես քո օրինական ամուսին, որ սիրես փայփայիր նրան ուրախության ու վշտի, հիվանդության ու առողջության մեջ, մինչ մահը չբաժանի ձեզ։ Սա այն պահն էր։ Լարիսան զգում էր բոլորի հայացքները իր վրա։ Այգում լիակատար լռություն էր։ Նույնիսկ թռչունները, կարծես, դադարել էին երգել։ Նա բացեց բերանը։ Ռաֆայելը ժպտաց, սպասելով ես ընդունում եմ ին։ Ոչ, հստակ ասաց Լարիսան։ Շոկի մի շշուկ անցավ ամբոխով։ Ռաֆայելի ժպիտը սառեց։ Ինչ, շշնջաց նա։ Ես ասացի, ոչ, կրկնեց Լարիսան, այս անգամ ավելի բարձր։ Նա բաց թողեց նրա ձեռքերը դիմեց հյուրերին։ Իրականում, նախքան շարունակելը, կա մի բան, որը բոլորը պետք է տեսնեն։ Լարիսա, ինչ ես անում, Ռաֆայելի ձայնը լարված էր, ցածր սպառնալից։ Նա անտեսեց նրան ձեռքով արեց ձայնային տեխնիկին։
Խնդրում եմ, միացրեք տեսանյութը։ Հանկարծակի լուսավորվեց մեծ էկրանը, որը նրանք տեղադրել էին զույգի լուսանկարները ընդունելության ժամանակ ցուցադրելու համար։ Եվ այնտեղ, բարձր թույլտվությամբ 300 մարդու համար, սկսեց ցուցադրվել առաջին տեսանյութը։ Ռաֆայելն ու Իզաբելան կրքոտ համբուրվում էին, իսկ ժամանակի նշումը ցույց էր տալիս, որ այն ձայնագրվել էր 2 ժամից էլ պակաս առաջ։ Այգին պայթեց։ Շոկի ճիչեր։ Ինչ-որ մեկը շամպայնի բաժակ գցեց։ Լարիսայի մայրը ձեռքը դրեց բերանին։ Ռաֆայելի հայրը կտրուկ վեր ցատկեց աթոռից։ Անջատեք դա։ Ռաֆայելը նետվեց դեպի մարզիչը, բայց նրա կնքամայրերը, որոնք կարդացել էին Լարիսայի էլեկտրոնային նամակները, հասկացել, թե ինչ է կատարվում, կանգնեցրին նրան։ Չեմ կարծում, ասաց Մարկոսը, Ռաֆայելի քոլեջից ի վեր լավագույն ընկերը, ձայնում ակնհայտ զզվանքով։ Կարծում եմ, բոլորը արժանի են տեսնելու, թե իրականում ինչպիսի մարդ ես դու։ Սկսվեց երկրորդ տեսանյութը։ Հետո երրորդը, աուդիոյով։ Ռաֆայելի ձայնը արձագանքեց բարձրախոսներով։ Գիտեք, որ ես նրա հետ ամուսնացա հարմարության համար։ Նրա հայրը հարսանիքից հետո ինձ ընկերության գործընկեր է դարձնելու։ Բայց ես քեզ եմ սիրում, միշտ դու ես եղել։ Եթե այս բացահայտումը ձեզ ցնցեց, պատկերացրեք, թե ինչպիսին էր Լարիսայի համար։ Բաժանորդագրվեք ալիքին, իրական պատմություններ հետելու համար, որոնք կխթանեն ձեր հույզերը։ Իզաբելան գունատ էր, փորձում էր նահանջել, բայց մյուս հարսնաքույրերը շրջապատեցին նրան, կանխելով նրա փախուստը։ Կարոլինայի դեմքին մաքուր գոհունակության արտահայտություն կար։ Լարիսայի հայրը քայլերով մոտեցավ խորանին։ Սա… Ես դու, գոռաց նա Ռաֆայելին։ Ստախոս… Անօրինական գնորդ… Դու իմ դստերն օգտագործում էիր անձնական շահի համար։ Պարոն Մորեյրա, կարող եմ բացատրել, սկսեց Ռաֆայելը, բայց տարեց տղամարդը նրան ընդհատեց կտրուկ ժեստով։ Մի համարձակվիր։ Մի համարձակվիր հիմա ինձ հետ խոսել։ Նա դիմեց դստերը, որը զարմանալիորեն հանգիստ էր փոթորկի կենտրոնում։ Դուստր, ինչպես իմացար։ Մեկը ինձ ուղարկել է տեսանյութերը, բացատրեց Լարիսան հստակ ու վճռական ձայնով։ Մոտ 1 ժամ առաջ։ Չգիտեմ ով, բայց ես հավերժ շնորհակալ եմ այդ մարդուն։ Ես էի, հյուրերի միջից լսվեց կանացի ձայն։ Բոլորը շրջվեցին։ Մոտ 30 տարեկան մի կին, որին Լարիսան չէր ճանաչում, կանգնած էր։ Ես եմ ուղարկել տեսանյութերը։ Ով ես դու, հարցրեց Լարիսան։ Կինը քայլեց արջի կողմը, աչքերը հառած Ռաֆայելին խորը ատելությամբ։ Իմ անունը Կամիլա է։ Ես նշանված էի Ռաֆայելի հետ 2 տարի առաջ։ Մինչ որ իմացա, որ նա ինձ դավաճանում է Իզաբելայի հետ։ Նույն Իզաբելայի, որն այնտեղ է, ի դեպ։ Թվում է, թե սա օրինաչափություն է։ Իզաբելան վերջապես փորձեց խոսել։ Սա աբսուրդ է։ Ես երբեք… Լռեք, գոռաց Ռաֆայելի մայրը, առաջին շարքում նստած նրբագեղ մի տիկին, որը մինչ այդ լուռ էր մնացել։ Նա վեր կացավ, դողալով զայրույթից։ Դու իմ զարմուհին ես։ Քրոջս դուստրը։ Եվ դու քնում ես որդուս հետ։ Քանդում ես նրա ամուսնությունը։ Մարսիա մորաքույր, սա այն չէ, ինչ թվում է։ Փորձեց Իզաբելան, բայց կինը ընդհատեց նրան։ Գնա։ Հեռացիր հիմա, նախքան ես այնպիսի բան անեմ, որի համար կզղջամ։ Իզաբելան, լաց լինելով, վազեց միջանցքով անհետացավ տան ներսում։ Ինչ հաջողակ փախուստ, մտածեց Լարիսան։ Կամիլան շարունակեց. Ես Ռաֆայելին հետել եմ այն ժամանակվանից, երբ իմացա, որ նա ամուսնանում է։ Գիտեի, որ նա չի փոխվել։ Երբ այսօր առավոտյան տեսա Իզաբելային տուն մտնելիս, թաքցրի տեսախցիկները։ Ամեն ինչ նկարահանեցի։ Եվ մտածեցի, որ հարսնացուն պետք է իմանար, նախքան նույն սխալը, որը ես թույլ տվեցի։ Լարիսան մոտեցավ Կամիլային գրկեց նրան։ Շնորհակալություն։ Դու փրկեցիր ինձ կյանքս կործանելուց։ Ռաֆայելը, հասկանալով, որ լիովին կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, փորձեց վերջին մարտավարությունը։ Լարիսա, սիրելիս, խնդրում եմ։ Կարող ենք այս մասին խոսել առանձին։ Դա սխալ էր, թուլության պահ։ Ես սիրում եմ քեզ, ես միշտ սիրել եմ քեզ։ Լարիսան դանդաղ դարձավ նրա կողմը։ Դու սիրում ես ինձ։
Քեզ դուր է գալիս հորս ընկերության գործընկերը լինելու գաղափարը։ Քեզ դուր է գալիս այն ֆինանսական անվտանգությունը, որը ես ներկայացնում եմ։ Բայց սիրում ես ինձ։ Դու պատկերացում անգամ չունես, թե ինչ է սերը։ Լարիսա, խնդրում եմ։ Նա փորձեց դիպչել նրա թին, բայց նա հեռացավ։ Ինձ մի դիպչիր։ Իսկ ինչ կասես, որ դու հորս ընկերությունում գործընկեր ես։ Նա նայեց հորը, ով անմիջապես հասկացավ։ Դա երբեք չի պատահի, հայտարարեց պարոն Մորեյրան։ Բացի այդ, Ռաֆայել, այն նախագիծը, որը դուք ղեկավարում էիք մեզ համար, ձեզ ազատում են աշխատանքից։ Անմիջապես ուժի մեջ է մտնում։ Եվ ես կհամոզվեմ, որ այս քաղաքում իմ բոլոր գործարար կապերը ճշգրտորեն իմանան, թե ինչպիսի մարդ եք դուք։ Ռաֆայելի դեմքը կարմիրից սպիտակեց։ Դու չես կարող դա անել։ Ես կարող եմ կանեմ։ Հիմա դուրս եկեք իմ տարածքից, նախքան ես անվտանգության աշխատակիցներին կզանգահարեմ։ Ռաֆայելը շուրջը նայեց, աջակցություն փնտրելով, բայց գտավ միայն դժգոհության, զզվանքի հիասթափության հայացքներ։ Նույնիսկ իր մայրը հայացքը շրջեց։ Այլընտրանք չունենալով նա արագ հեռացավ, գլուխը կախ 300 մարդու դատողական հայացքների ներքո։ Երբ նա անհետացավ, այգում տիրեց մի տարօրինակ լռություն։ Բոլորը նայում էին Լարիսային, սպասելով, թե ինչ կանի նա։ Նա կանգնած էր այնտեղ, խորանի մոտ, հարսնացուի հագուստով, առանց փեսացուի, նրա ամուսնությունը հրապարակայնորեն փլուզվել էր։ Եվ այդ ժամանակ Լարիսան արեց մի բան, որին ոչ ոք չէր սպասում։ Նա սկսեց ծիծաղել։ Դա հիստերիկ կամ հուսահատ ծիծաղ չէր։ Դա իսկական ծիծաղ էր, թեթացման, ազատագրման։ Գիտեք, ինչն է զվարճալի, ասաց նա, նայելով հյուրերին։ 1 ժամ առաջ ես կարծում էի, որ կյանքս ավարտվում է։ Ես հենց նոր էի հայտնաբերել, որ այն տղամարդը, որին սիրում էի, այն տղամարդը, որի հետ պատրաստվում էի ամուսնանալ, Ստախոս էր Խաբեբա։ Եվ գիտեք, ինչ հասկացա։ Իմ կյանքը չէր ավարտվում։ Այն սկսվում էր։ Նա դիմեց մորը, որը լուր լաց էր լինում։ Մայրիկ, ների ինձ, որ փչացրի քո ծրագրած այս գեղեցիկ օրը։ Մայրը մոտեցավ խորանին ամուր գրկեց դստերը։ Դու ոչինչ չես փչացրել, սիրելիս։ Դու փրկել ես քեզ։ Եվ ես երբեք այսքան հպարտ չեմ եղել քեզնով։ Հայրը միացավ գրկախառնությանը։ Իմ քաջ դուստրը։ Կարոլինան մյուս հարսնաքույրերը խմբակային գրկախառնությամբ շրջապատեցին Լարիսային։ Դու հրաշալի ես, բացականչեց Կարոլինան։ Ինչպես վարվեցիր դրա հետ։ Հիանալի է։ Բեատրիսը, կրտսեր քույրը, վազելով ներս մտավ։ Դա ամենահետաքրքիր հարսանիքն էր, որին ես երբեք ականատես եմ եղել։ Եվ այն նույնիսկ դեռ տեղի չի ունեցել։ Այս պատմությունը ձեզ հուզում է։ Միացրեք ծանուցումները, ձեզ հուզող նոր պատմությունների հրապարակման մասին տեղեկանալու համար։ Աստիճանաբար հյուրերը սկսեցին մոտենալ։ Լարիսայի զարմանքին ոչ ոք նրան չէր կարեկցում։ Նրանք հիանում էին, տպավորված, նույնիսկ ոգեշնչված։ Աղջիկ, դու ավելի շատ քաջություն ունես, քան ես երբեք ունենայի, ասաց հեռավոր մորաքույրը։ Դու ճիշտ բան արեցիր, ասաց գործընկերներից մեկը։ Ավելի լավ է հիմա պարզել, քան հետո։ Լարիսայի զարմիկներից մեկը շամպայնի բաժակով մոտեցավ խորանին։ Տղերք, կարծում եմ մենք դեռ տոնելու առիթ ունենք։ Մենք այստեղ չենք հարսանիք նշելու, այլ այստեղ ենք Լարիսայի փախուստը հիմարությունից նշելու համար։ Ծիծաղը արձագանքեց այգում։ Մեկը սկսեց ծափահարել։ Շուտով 300 մարդ ծափահարում էր Լարիսային։ Նա շուրջը նայեց, վերջապես արցունքները հոսում էին նրա դեմքից, բայց դրանք զգացմունքների արցունքներ էին, այլ ոչ թե տխրության։ Նա շրջապատված էր իրական սիրով, մարդկանցով, ովքեր իսկապես հոգ էին տանում նրա մասին։ Դե ասաց նա, երբ ծափահարությունները մարեցին, մենք ունենք գեղեցիկ այգի, 300 մարդու համար նախատեսված սնունդ, վարձված դիջեյ կենդանի երաժշտություն։ Թվում է, թե վատնում է այդ ամենը չօգտագործելը։ Ինչպես կլինի, եթե սա վերածենք երեկույթի։ Զարմիկը, որը առաջարկել էր բաժակաճառ խմել, գոռաց. Այո։ Հիմա ազատագրման տոն է։ Երաժշտությունը սկսվեց։ Սեղանները լցված էին համեղ ուտեստներով։ Բարը բացվեց։ Եվ այն, ինչ պետք է լիներ հարսանեկան ընդունելություն, վերածվեց ամենաանսովոր հիշարժան երեկույթի, որը ներկաներից որը մեկը երբեք տեսել էր։
Լարիսան պարում էր հոր, մոր ընկերների հետ։ Նա կերավ հարսանեկան տորթից, որն այժմ պարզապես համեղ տորթ էր։ Նա շամպայն խմեց բաժակաճառ ասած իր ազատության համար։ Կամիլան, Ռաֆայելի նախկին հարսնացուն, որը փրկել էր Լարիսային, անմիջապես դարձավ նրա ընկերուհին, նրանք գիշերվա մեծ մասն անցկացրին զրուցելով, պատմություններ պատմելով այն նախազգուշական նշանների մասին, որոնք նրանք անտեսել էին։ Ես պետք է գիտակցեի, խոստովանեց Լարիսան, այնքան շատ նշաններ կային, այն դեպքերը, երբ նա վերջին րոպեին չեղարկում էր ծրագրերը, ինչպես էր նա միշտ ստիպված ուշ աշխատել չորեքշաբթի օրերին, ինչպես էր նա երբեք ինձ չի տարել իր ընտանեկան միջոցառումներին։ Մի մեղադրիր ինքդ քեզ, ասաց Կամիլան։ Ռաֆայելի նման մարդիկ փորձառու մանիպուլյատորներ են։ Նրանք հստակ գիտեն, ինչ ասել, ինչպես վարվել։ Մեր բաժանումից հետո ինձ 6 ամիս պահանջվեց, որպեսզի դադարեի ինքս ինձ մեղադրելուց։ Ինչու դա արեցիր, հարցրեց Լարիսան։ Ինչու անհանգստացար ինձ զգուշացնելու համար։ Դու ինձ չես ճանաչում։ Կամիլան նայեց իր բաժակին։ Որովհետև կցանկանայի, որ ինչ-որ մեկը ինձ զգուշացներ։ Եվ որովհետև ոչ մի կին արժանի չէ այդպես խաբվելուն։ Ի վերջո, մենք բոլորս քույրեր ենք։ Ավելի ուշ այդ գիշեր, երբ խնջույքն ավարտվում էր, հյուրերից մի քանիսը արդեն հեռացել էին, հայտնվեց Ռաֆայելի մայրը։ Դոննա Մարսիայի դեմքը լի էր արցունքներով հոգնածությամբ։ Լարիսա, սիրելիս, սկսեց նա, ձայնը խեղդվելով զգացմունքներից։ Բառեր չունեմ արտահայտելու, թե որքան եմ ափսոսում։ Ես իմ որդուն ավելի լավ եմ դաստիարակել, քան սա։ Կամ գոնե կարծում էի, որ այդպես է։ Ես չգիտեի, թե ինչ էր անում, դու պետք է հավատաս ինձ։ Լարիսան վեր կացավ գրկեց կնոջը, որը գրեթե դարձել էր իր սկեսուրը։ Ես հավատում եմ քեզ, Դոննա Մարսիա։ Եվ սա քո մեղքը չէ։ Ես միշտ սիրել եմ քեզ, շարունակեց Մարսիան։ Ես կարծում էի, որ դու լավ կլինես նրա համար, որ դու նրան կստիպես ավելի լավ մարդ դառնալ։ Բայց կարծես, նա ճիշտ այնպիսին է, ինչպիսին իր հայրն է։ Լարիսան հիշում էր, որ Ռաֆայելի ծնողները ամուսնալուծված են, մշուշոտ կերպով հիշում էր անհավատարմության մասին լուրերը։ Ռաֆայելի հայրը դավաճանել է տիկնոջը։ Մարսիան դառնությամբ գլխով արեց։ Մի քանի անգամ։ Ես տարիներ շարունակ դիմացա, մտածելով, որ նա կփոխվի, որ մեր ամուսնությունը փրկելու արժանի կլինի։ Այսքան երկար մնալը կյանքիս ամենամեծ սխալն էր։ Երբ ես վերջապես լքեցի նրան, ես արդեն 20 տարի վատնել էի կյանքիս մի տղամարդու հետ, ով ինձ չէր հարգում։ Նա բռնեց Լարիսայի ձեռքերը։ Դու խելացի ես։ Դու փախար, նախքան նույն սխալը, որը ես արեցի։ Դոնյա Մարսիայի հեռանալուց հետո Կարոլինան մոտեցավ, ձեռքին 2 բաժակ շամպայն։ Դե, ինչպես ես։ Իսկապես։ Լարիսան մի պահ մտածեց։ Գիտեք ինչն է տարօրինակ։ Ես լավ եմ։ Ասես, իսկապես լավ։ Ես պետք է լինեի ջախջախված, սրտով կոտրված։ Իմ ամուսնությունը հրապարակայնորեն փլուզվեց։ Բայց ես միայն թեթություն եմ զգում։ Ասես մի մեծ բեռ ընկավ ուսերիցս։ Դա այն պատճառով է, որ դու ազատվեցիր մի բանտից, որտեղ նույնիսկ չգիտեիր, որ գտնվում ես, իմաստուն ասաց Կարոլինան, Ռաֆայելը թունավոր էր, նա օգտագործում էր քեզ, հիմա դու ազատ ես գտնելու մեկին, ով իսկապես արժանի է քեզ։ Կամ ոչ, ժպիտով ասաց Լարիսան։ Գուցե որոշ ժամանակ մենակ մնամ։ Կենտրոնացիր ինձ վրա։ Իմ սեփական նպատակների երազանքների վրա։ Բարձես, անկախ ֆեմինիստ, ծափահարեց Կարոլինան։ Իդեպ, տեսել եք սոցիալական ցանցերը։ Ոչ, ինչու՞։ Կարոլինան ցույց տվեց իր հեռախոսը։ Բեատրիսը գրառում կատարեց տեղի ունեցածի մասին։ Ոչ թե տեսանյութերի, այլ միայն պատմության։ Եվ այն վիրուսային դարձավ։ Օրինակ, վիրուսային դարձավ։ Դուք Twitter-ում թրենդային թեմա եք։ Հազարավոր կանայք ձեզ հերոս են անվանում, ասելով, որ դուք ոգեշնչել եք իրենց։ Լարիսան վերցրեց հեռախոսը կարդաց մեկնաբանություններից մի քանիսը։ Սա այն էներգիան է, որն ինձ անհրաժեշտ է 2024 թվականի համար։ Ես չեմ ընդունի փշրանքներ։ Պատկերացրեք, այդպիսի քաջություն ունեք։ Անկասկած ապշեցուցիչ է։ Բոլոր կանայք պետք է ունենան ընկերուհի, ինչպիսին է նախկին հարսնացուն, որը զգուշացրել էր նրան։ Ահա թե ինչ է քույրությունը։
Ռաֆայելն ու Իզաբելան հենց այնպիսի մարդիկ են, ովքեր արժանի են միմյանց։ Անպետքություն։ Հազարավոր նմանատիպ մեկնաբանություններ կային։ Պարզվում է, որ Լարիսայի պատմությունը հուզել էր շատ կանանց, ովքեր անցել էին նմանատիպ իրավիճակների միջով կամ հիանում էին նրա քաջությամբ իր արածի մեջ։ Վայ, մրմնջաց Լարիսան, սա սյուրռեալիստական է։ Դուք ոգեշնչման աղբյուր եք, ասաց Բեատրիսը, միանալով նրանց։ Ընկերությունները ձեզ հաղորդագրություններ են ուղարկում, ցանկանալով, որ դուք խոսեք կանանց լիազորությունների մասին։ Կան նույնիսկ գրական գործակալ, հարցնելով, թե արդյոք ցանկանում եք գիրք գրել։ Լարիսան անհավատորեն ծիծաղեց։ Գիրք։ Ինչի՞։ Մասին։ Այս մասին։ Քո արժեքը ճանաչելու, թունավոր հարաբերություններից հեռանալու քաջություն ունենալու մասին, նույնիսկ երբ դա դժվար է։ Հաջորդող օրերին Լարիսայի կյանքը փոխվեց այնպես, ինչպես նա երբեք չէր կարող պատկերացնել։ Չկայացած հարսանիքի պատմությունը տարածվեց ոչ միայն տեղական, այլ ազգային մակարդակով։ Նրան հրավիրեցին հարցազրույցներ տալու, հարաբերությունների մասին փոդքասթերում խոսելու, հարաբերություններում նախազգուշացնող նշանները ճանաչելու վերաբերյալ քննարկումների մասնակցելու։ Աշխատանքի վայրում, կարեկցանքի փոխարեն, նա հարգանքի արժանացավ։ Նրա ղեկավարը, 50-ամյա մի կին, որը դժվար ամուսնալուծության միջով էր անցել, նրան կանչեց հանդիպման։ Լարիսա, այն, ինչ դու արել ես, պահանջում է հսկայական ուժ, ասաց նա։ Եվ դա ինձ մտածելու տեղիք տվեց։ Մեր ընկերությանը ավելի շատ ուժեղ կանայք են պետք ղեկավար պաշտոններում։ Ես կցանկանայի քեզ առաջարկել տարածաշրջանային մենեջերի պաշտոնը։ Այն գալիս է 40% աշխատավարձի ավելացմամբ ինքնուրույնությամբ քո սեփական թիմը կառուցելու համար։ Լարիսան, իհարկե, համաձայնվեց։ Նա նոր կյանք էր կառուցում, կյանք, որտեղ ինքն էր ամեն ինչ իր ձեռքում։ Մինչդեռ Ռաֆայելը այդքան էլ լավ չէր։ Ինչպես Լարիսայի հայրը խոստացել էր, լուրը արագ տարածվեց գործարար աշխարհում։ Պայմանագրերը չեղարկվեցին։ Հաճախորդները լքեցին նրան։ Նրա հեղինակությունը կործանվեց։ Նա մի քանի անգամ փորձեց կապ հաստատել Լարիսայի հետ, ուղարկելով տխուր հաղորդագրություններ, ներողություն խնդրելով, ասելով, որ սարսափելի սխալ է թույլ տվել։ Նա արգելափակեց նրա համարը։ Որոշ կամուրջներ ոչ միայն այրվեցին, այլ պայթեցին, վերակառուցման հնարավորություն չկար։ Իզաբելան նույնպես հետանքների բախվեց։ Նրա սեփական ընտանիքը հրաժարվեց նրանից։ Սկանդալը հետեց նրան, նա տեղափոխվեց մեկ այլ քաղաք, փորձելով նորից սկսել, հեռու քննադատող հայացքներից։ Չկայացած հարսանիքից 3 ամիս անց Լարիսան իր նոր գրասենյակում էր, պայմանագրերը վերանայելիս, երբ LinkedIn-ում հաղորդագրություն ստացավ։ Այն Պատրիսիա անունով մի կնոջից էր։ Բար Լարիսա, դու ինձ չես ճանաչում, բայց ուզում էի շնորհակալություն հայտնել։ Իմ նշանածը տարօրինակ էր վարվում, քո պատմությունից ոգեշնչված, ես հետաքննություն սկսեցի։ Պարզեցի, որ նա ամբողջ ընտանիք ուներ մեկ այլ քաղաքում։ Կին 2 երեխա։ Ես 3 բաժանվեցի նրանից։ Ցավալի էր, բայց գիտեմ, որ ճիշտ բան արեցի։ Շնորհակալություն ինձ քաջություն տալու համար։ Նմանատիպ հաղորդագրություններ էին գալիս գրեթե ամեն օր։ Կանայք շնորհակալություն էին հայտնում Լարիսային, իրենց ոգեշնչելու համար, պահանջելու ավելի լավը, ճանաչելու իրենց արժեքը, չընդունելու արժանիից պակասը։ Եթե նման պատմությունները ձեզ ոգեշնչում են պահանջել ձեր կյանքի լավագույնը, բաժանորդագրվեք, կիսվեք, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան լսել այս զորացնող ուղերձները։ Կարոլինան համոզեց Լարիսային սկսել «Ես գրեթե ամուսնացա մի հիմարի հետ» վերնագրով փոդքասթ, որտեղ կանայք պատմում էին իրենցից փախած վատ հարաբերությունների մասին։ Փոդքասթը զարմանալիորեն հայտնի դարձավ, շաբաթական հազարավոր ներբեռնումներով։ Իր հարսանիքի օրվանից 1 տարի անց Լարիսան նստած էր սրճարանում Կամիլայի հետ, ով դարձել էր իր լավագույն ընկերուհիներից մեկը։ Կարող ես հավատալ, որ 1 տարի է անցել, հարցրեց Կամիլան, սուրճը խառնելով։ Զգացվում է, որ ամբողջ կյանք առաջ է եղել, պատասխանեց Լարիսան։ Ես հիմա բոլորովին այլ մարդ եմ։ Ավելի լավ մարդ։ Անկասկած։ Ավելի ուժեղ։ Ավելի գիտակից։ Ավելի խաղաղ ինքս ինձ հետ։ Երբ է մտածել եք կրկին ժամադրության մասին։ Լարիսան ուսերը թոթվեց։ Ես մի քանի մարդկանց հետ դուրս եկա։ Ոչ մի լուրջ բան։ Իսկապես։ Ես երջանիկ եմ, որ միայնակ եմ։
Կյանքումս առաջին անգամ ես չեմ փնտրում մեկին, ով ինձ կլրացնի։ Ես արդեն իսկ ամբողջական եմ։ Կամիլան ժպտաց։ Սա այն Լարիսան է, որին Ռաֆայելը երբեք չի ճանաչել։ Իսկական դու։ Եվ նա երբեք չի հանդիպի նրան, համաձայնեց Լարիսան։ Բացի այդ, տեսար, որ նա կրկին փորձեց կապվել քեզ հետ։ Նա ասաց, որ թերապիայի մեջ է, որ փոխվել է, որ ուզում է հնարավորություն ունենալ իրեն արդարացնելու։ Իսկապես։ Ինչ անամոթ է։ Գիտեմ, չէ։ Ես ջնջեցի հաղորդագրությունը, նույնիսկ մինչ վերջ կարդալով։ Ինչը Լարիսան չասաց Կամիլային, քանի որ դեռ մտածում էր դրա մասին, այն էր, որ վերջերս ինչ-որ մեկի հետ ծանոթացել էր։ Ոչ թե ծանոթությունների հավելվածում կամ ակումբում, այլ օրգանապես, բնականաբար։ Դանիելը գրականության պրոֆեսոր էր տեղի համալսարանում, նրանք ծանոթացել էին, երբ Դանիելը մասնակցում էր նրա փոդքասթին, որտեղ խոսում էր դասական գրականության մեջ թունավոր հարաբերությունների պատկերման մասին։ Դա ակնթարթային ձգողություն կամ հրավառություն չէր։ Դա դանդաղ, աստիճանական կապ էր, կառուցված իրական զրույցների, ընդհանուր հետաքրքրությունների փոխադարձ հարգանքի վրա։ Նրանք մի քանի անգամ սուրճ էին խմել, որպես ընկերներ, բայց Լարիսան այնտեղ ինչ-որ այլ բան էր զգում։ Ինչ-որ առողջարար բան։ Դանիելը չէր փորձում տպավորել նրան շքեղ ցուցադրություններով կամ դատարկ խոսքերով։ Նա հարցնում էր նրա երազանքների մասին, լսում նրա պատասխանները, հիշում փոքրիկ մանրամասները։ Երբ Դանիելը պատահաբար նշեց, որ սիրում է բանաստեղծությունների մի որոշակի գիրք, հաջորդ շաբաթ նա հայտնվեց մի հին հրատարակությամբ, որը գտել էր օգտագործված գրքերի գրախանութում։ Ոչ թե որպես հաշվարկված ռոմանտիկ քայլ, այլ որովհետև անկեղծորեն մտածել էր նրա մասին։ Դանդաղ առաջ գնա, ասաց նա ինքն իրեն։ Շտապելու կարիք չկա։ Եվ իրականում այդպես չէր։ Առաջին անգամ Լարիսան չէր հուսահատվում հարաբերություններ սահմանելու, իմանալու, թե ուր է գնում, ապագա պլանավորելու հարցում։ Նա ներկա էր, գնահատում էր յուրաքանչյուր պահը այնպիսին, ինչպիսին այն կար։ 2 ամիս անց Դանիելը նրան հրավիրեց ընթրիքի։ Ոչ թե պատահական սուրճի, այլ իսկական ընթրիքի։ Ինչպես ժամադրության ժամանակ, մանրամասնեց նա։ Եթե ուզում ես, իհարկե։ Առանց ճնշման։ Լարիսան դա էր ուզում։ Եվ դա հրաշալի էր։ Նրանք ժամերով զրուցում էին ծիծաղում, պատմություններ էին կիսվում, կապ հաստատում այնպիսի մակարդակով, որը Լարիսան երբեք չէր ունեցել Ռաֆայելի հետ, նույնիսկ 3 տարի միասին լինելուց հետո։ Երեկոյի վերջում, երբ Դանիելը նրան տուն բերեց, չփորձեց համբուրել նրան։ Նա պարզապես նրբորեն բռնեց նրա ձեռքը, ասաց. Ես շատ կցանկանայի սա կրկին անել։ Երբ ցանկանաս։ Ես էլ դա կցանկանայի, պատասխանեց Լարիսան։ Հաջորդ ամիսներին նրանք կառուցեցին ինչ-որ իրական բան։ Ոչ թե հիմնված հրավառության կամ անզուսպ կրքի վրա, այլ անկեղծ բարեկամության, փոխադարձ հարգանքի իրական համատեղելիության վրա։ Դանիելը հանդիպեց իր ծնողներին, ովքեր պաշտում էին նրան։ Դանիելը հանդիպեց Դանիելի ընտանիքին, ովքեր նրան ընդունեցին բաց ձեռքերով։ Նա այնքան տարբեր է Ռաֆայելից, մեկնաբանեց Լարիսայի մայրը ընտանեկան ընթրիքից հետո, նա իսկապես տեսնում է քեզ, նա գնահատում է քեզ։ Եվ դա ճիշտ էր։ Դանիելը երբեք նրան չէր ստիպում զգալ, որ ինքը պետք է ավելի քիչ լինի, որպեսզի ինքը կարողանա ավելին լինել։ Նա նշում էր նրա նվաճումները, աջակցում էր նրա երազանքներին, հավասարապես կիսում էր հարաբերությունների ուրախություններն ու պարտականությունները։ Մի օր, չկայացած հարսանիքից գրեթե 2 տարի անց, Լարիսան Դանիելը զբոսնում էին լողափով։ Գեղեցիկ օր էր, արը մայր էր մտնում հորիզոնում, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն գույներով։ Կարող եմ քեզ մի բան հարցնել, ասաց Դանիելը, կանգ առնելով դառնալով նրա կողմը։ Իհարկե։ Դու դեռ մտածում ես այդ օրվա մասին։ Քո գրեթե հարսանիքի մասին։ Լարիսան մտածեց հարցի շուրջ։ Երբեմն։ Բայց ոչ տխրությամբ կամ ափսոսանքով։ Իրականում, երախտագիտությամբ։ Շնորհակալություն։ Այո։ Որովհետև եթե ես ամուսնանայի Ռաֆայելի հետ, կհայտնվեի ստի մեջ։ Ես երբեք չէի գտնի ինձ։ Ես երբեք չէի բացահայտի իմ ուժը։ Ես երբեք չէի հանդիպի քեզ։ Նա ժպտաց նրան։ Այդ սարսափելի օրը իրականում իմ կյանքի լավագույն օրն էր, քողարկված։ Դանիելը նրան գրկեց։ Դու հրաշալի ես, գիտես։ Դու էլ։
Նրանք մնացին այնտեղ, գրկախառնվեցին լողափին, Լարիսան խորը խաղաղություն զգաց։ Դա այն տենթակին հուզմունքը չէր, որը նա զգացել էր Ռաֆայելի հետ, այն անհավանական զգացողությունը, որը նա շփոթել էր սիրո հետ։ Դա ինչ-որ ավելի խորը, ավելի կայուն բան էր։ Դա անվտանգություն էր։ Դա գործընկերություն էր։ Դա իսկական սեր էր։ Կիսվեք այս պատմությամբ նրանց հետ, ովքեր կարիք ունեն լսելու, որ վատ բանի ավարտը միայն ավելի լավ բանի սկիզբն է։ Եվ մի մոռացեք բաժանորդագրվել ավելի շատ ոգեշնչող պատմություններ դիտելու համար։ 6 ամիս անց մի անկաշկանդ շաբաթ օր, առանց տեսախցիկների, առանց հյուրերի, առանց հանդիսավորության, Լարիսան Դանիելը գնացին գրանցամատյան միայն իրենց վկաների հետ ամուսնացան։ Լարիսան հագել էր պարզ սպիտակ զգեստ, Դանիելը՝ անկաշկանդ կոստյում։ Ոչ մի սթրես, ոչ մի դրամա չկար։ Պարզապես երկու մարդ, ովքեր իսկապես սիրում էին միմյանց խոստում տալով։ Լարիսայի մայրը լաց եղավ, բայց դրանք իսկական ուրախության արդյունքներ էին։ Սա այն հարսանիքն է, որին դու արժանի էիր, շշնջաց նա դստերը։ Եվ այդպես էլ եղավ։ Այն շքեղ կամ ամսագրային հրապարակման արժանի չէր։ Բայց այն իրական էր։ Այն անկեղծ էր։ Այն հիմնված էր իսկական սիրո վրա, այլ ոչ թե հարմարավետության կամ արտաքին տեսքի։ Այդ գիշեր, տանը, Լարիսան մտորում էր ճանապարհորդության մասին։ Հարսնացուից, որը պատրաստվում էր թույլ տալ իր կյանքի ամենամեծ սխալը, մինչ միայնակ կին, որը բացահայտում է իր ուժը, կին, որը երջանիկ է իր զուգընկերոջ հետ, ով իսկապես արժանի էր իրեն։ Նրա հեռախոսը զանգեց։ Դա փոդքասթի հետորդներից մեկի հաղորդագրությունն էր։ Լարիսա, իմ փեսացուն հենց նոր ամուսնության առաջարկ արեց, ես համաձայնվեցի։ Բայց քո փոդքասթերն ու պատմությունը լսելուց հետո ես ստուգաթերթիկ կազմեցի։ Ես նրա հետ խոսեցի ֆինանսների, հավատարմության, սպասումների մասին։ Մենք ժամերով ամեն ինչ քննարկելով։ Եվ գիտեք ինչ։ Նա բաց էր, անկեղծ ուրախ էր այս զրույցները վարելու համար։ Եթե նա դիմադրեր կամ պաշտպանողական դիրք գրավեր, ես կիմանայի, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց նա դա չարեց։ Շնորհակալություն, որ ինձ սովորեցրեցիր, որ բարձր չափանիշներ ունենալը նորմալ է։ Որ դժվար հարցեր տալը նորմալ է։ Դու փրկեցիր ոչ միայն քո սեփական կյանքը, այլ շատ այլ կանանց կյանքը։ Լարիսան հաղորդագրությունը ցույց տվեց Դանիելին, որը նստած էր իր կողքին, բազմոցին։ Դուք շատերի կյանքեր եք փոխել, մեկնաբանեց նա։ Դա միտումնավոր չէր։ Ես միայն արեցի այն, ինչ պետք է անեի ինձ փրկելու համար։ Եվ դա անելով, նա մյուս կանանց ցույց տվեց, որ նրանք նույնպես կարող են փրկել իրենց։ Որ նրանք պարտավոր չեն ընդունել ավելի քիչ, քան արժանի են։ Տարիներ անցան։ Լարիսան Դանիելը միասին գեղեցիկ կյանք կառուցեցին։ Ոչ թե կատարյալ, կյանք չկա, այլ իրական լի իսկական սիրով։ Նա շարունակեց իր աշխատանքը, իր փոդքասթը, խոսելով կանանց հետ իրենց արժեքը ճանաչելու մասին։ Նա աջակցում էր նրան ամեն քայլափոխի։ Նրանք երբեք մեծ, շքեղ հարսանիք չեն ունեցել։ Այդ փորձառությունը Լարիսային սովորեցրել էր, որ կարևորը արարողությունը չէ։ Կարևորը հաջորդողն էր։ Առօրյա կյանքը։ Գործընկերությունը։ Փոխադարձ հարգանքը։ Երբեմն Լարիսան դեռս թարմացումներ էր ստանում Ռաֆայելի մասին անխուսափելի բամբասանքների ցանցի միջոցով։ Նա ի վերջո ամուսնացել էր մեկ այլ կնոջ հետ, որը հարուստ ընտանիքից էր, ակնհայտորեն կրկնելով նույն օրինաչափությունը։ Իզաբելան նույնպես ամուսնացել էր տեղափոխվել արտասահման։ Նրանց կյանքը շարունակվում էր, բայց Լարիսան ոչինչ չէր զգում, երբ լսում էր նրանց մասին։ Ոչ զայրույթ, ոչ բավարարվածություն, ոչ հետաքրքրասիրություն։ Դրանք փակ գլուխներ էին, մարդիկ, որոնք պատկանում էին իր այն տարբերակին, որն այլս գոյություն չուներ։ Տարիներ անց մի լրագրող Լարիսային տված հարցազրույցում հարցրեց. Դուք ափսոսում եք այդ օրվա ձեր վարքագծի համար։ Ոչ մի, առանց վարանելու պատասխանեց նա։ Ես կարող էի դա անել գաղտնի, չեղարկել հարսանիքը աննկատելիորեն։ Բայց Ռաֆայելի հանրային նվաստացումը նրա հանրային գործողությունների բնական հետանքն էր։ Նա որոշեց դավաճանել իր սեփական հարսանեկան տանը, արարողությունից 1 ժամ առաջ։ Նա կատարեց այդ ընտրությունը։ Ես պարզապես համոզվեցի, որ բոլորը գիտեն ճշմարտությունը, նախքան անդառնալի սխալ թույլ տալը։